Վայ, անհավատալի է։ Նայր ես արմատիլին։ Տեսնում ես ինչքան շատ է արմատ տվել։ Սա ոչ թե բախտ է, ոչ էլ կախարդանք, եւ ես ոչ մի տարօրինակ բան չեմ օգտագործել։ Ես շատ մեթոդներ եմ փորձել, բայց սա բոլորին գերազանցում է։ Այսօր Ecoplant USA-ում քեզ ցույց եմ տալիս, թե ինչպես անել դա քայլ առ քայլ, թե ռոզմարինի, թե փողի ծառի համար, օգտագործելով միայն ջուր, ապակե բանկա եւ մի փոքրիկ գաղտնիք, որը հավանաբար արդեն տանը ունես։ Մնա մինչև վերջ, որովհետև ես քեզ կպատմեմ ճշգրիտ քանակությունները, մի քանի հնարքներ, որ արմատները ավելի արագ աճեն, եւ տարբերակներ, եթե հիմնական բաղադրիչը չունես։ Սա բարդ գիտություն չէ եւ քեզ պետք չի լինի ոչ մի տարօրինակ բան գնել։ Սա մի բան է, որ յուրաքանչյուրը կարող է անել տանը։ Շատերը ալիքում ինձ հարցնում են, որն է լավագույն տարբերակը կտրոնները բազմացնելու համար։ Եվ դուք արդեն գիտեք, որ ես միշտ տարբեր մեթոդներ եմ փորձարկում, որպեսզի ձեզ ներկայացնեմ իսկապես աշխատող տարբերակները։ Այս համակարգն ունի հսկայական առավելություն։ Դու կկարողանաս տեսնել արմատների աճը հենց առաջին պահից, ինչը քեզ վստահություն է տալիս եւ թույլ է տալիս արագ արձագանքել, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Այն աշխատում է թե ռոզմարինի, թե փողի ծառի համար, եւ իրականում տեսնել, թե ինչպես են արմատները աճում հենց սկզբից, շատ հաճելի է։ Բացի այդ, կարող եք օգտագործել այն նաեւ այլ բուրավետ բույսերի կամ նույնիսկ փոքր բանջարեղենների համար։ Հիմնականն այն է, որ ցողունի ջրի մեջ ընկղմած մասը մաքուր լինի եւ տերևներից ազատ։ Այս մեթոդը բացի այդ օգնում է նաև գումար խնայել։ Ոչ թանկարժեք հողախառնուրդներ, ոչ էլ բարդ քիմիական նյութեր։ Արգապես ջուր, մի բանկա եւ մի փոքր խնանք։ Եվ ամենալավը, ամեն օր կարող ես տեսնել, թե ինչպես են ձևավորվում արմատները, ինչը շատ է ոգևորում։ Հիմա անցնում ենք կտրոններին։ Ռոզմարինի համար կտրեք մոտ 6-ից 8 դյույմ երկարությամբ ցողուններ։ Անհրաժեշտ չէ, որ դրանք ավելի երկար լինեն։ Փողի ծառի համար 6-ից 10 դյույմ երկարությունը իդեալական է։ Կտրեք թեք անկյան տակ, որպեսզի մեծացնեք շփման մակերեսը եւ հեշտացնեք արմատների ավելի արագ աճը։ Հիմա գալիս է շատ կարևոր մի պահ, այն տերևները, որ հանում ենք, պետք է համարժեք լինեն այն ցողունի հատվածին, որը պատրաստվում ենք ջրի մեջ դնել։ Եթե ցողունը մոտ 2 դյույմ է հանգխմելու ջրի մեջ, ապա այդ 2 դյույմի տերևները պետք է հանենք։ Եթե ցողունը ավելի խոր է ընկղմվելու, հանում ենք ավելի շատ տերև, միշտ մաքուր թողնելով այն հատվածը, որը ջրի հետ շփման մեջ է լինելու։ Այսպես մենք խուսափում ենք տերևների փտելուց եւ ամբողջ էներգիան ուղղում ենք նոր արմատների առաջացմանը։ Մի խորհուրդ, համոզվիր, որ կտրվածքները մաքուր են եւ ցողունը չի ճզմված է, որովհետեւ եթե վնասված է, արմատները ավելի դանդաղ կաչեն եւ կտրոնը կարող է ստրեսի ենթարկվել։ Բացի այդ, ուշադիր նայիր ցողունին։ Առողջ ցողունը միշտ ամուր ու կանաչ տեսք ունի, ինչը նշանակում է, որ այն լավ կարձագանքի ջրին ու թթվածնին, որ հետո տալու ենք։ Կարող ես օգտագործել ցանկացած ապակե բանկա, բաժակ կամ տարա, որ տան ունես։ Հատուկ կամ մեղ լինելը պարտադիր չէ։ Միակ կարևոր բանը այն է, որ բանկան լինի հանգիստ տեղում, առանց քամու հոսքերի, որովհետև եթե կտրոնները շարունակ շարժվեն ջրի մեջ, նոր արմատները կարող են կոտրվել։ Կտրոնները պետք չէ որևէ բանով ամրացնել։ Պարզապես դիս դրանք բանկայի մեջ։ Հանգիստ եւ կայուն ջուրը շատ կարևոր է, որպեսզի արմատները սկզբից իսկ ուժեղ եւ առողջ զարգանան։ Եթե ցանկանում ես, կարող ես օգտագործել թափանցիկ բանկա, տենց ամեն օր կտեսնես արմատների աճը, ինչը շատ մոտիվացնող է եւ թույլ է տալիս ժամանակին նկատել, եթե ինչ-որ բան սխալ է գնում։ Լցնում ենք բանկան ջրով մինչև կեսից մի փոքր ավելի, այնքան որ ծածկի ցողունի այն մասը, որից տերևները մաքրել ենք, բայց չդիպչի կանաչ տերևներին։ Լավագույնն է օգտագործել ֆիլտրացված կամ հանգստացած ջուր, որովհետև ծորակի քլորը կարող է դանդաղեցնել արմատների աճը։ Ուշադրություն դարձրու, այսինքն ջրի մակարդակը միշտ պետքա ծածկի մաքրված ցողունի հատվածը։ Եթե տերևները ջրի մեջ ընկնեն, դրանք փտում են եւ դա կարող է վնասել կտրոնը։ Եթե բանկան փոքր է, համակատասխանաբար կարգավորից կտրոնների չափը, որպեսզի ջրի մեջ ընկած հատվածը ամբողջությամբ տերևներից ազատ եւ պաշտպանված լինի։ Հիմա զգուշորեն դնում ենք կտրոնները ջրի մեջ, նրբորեն հենելով։ Անհրաժեշտ չէ դրանք ամրացնել, պարզապես թողեք հանգիստ ու կայուն մնան։ Որքան ավելի անշարժ լինեն, այնքան լավ կձևավորվեն արմատները։ Մի խորամանկություն կարող ես ամեն օր նայել կտրոններին ու տեսնել, թե ինչպես է ցողունի հիմքում հայտնվում սպիտակավուն ժելեի նման մի բան, հենց դա են սկսող արմատները։ Դա քեզ վստահություն է տալիս, որ մեթոդը աշխատում է եւ բույսերը լավ են։ Հիշիր, համբերությունն ու կայունությունը ամենակարևոր բաներն են։
շտապելու կարիք չկա, իսկ հետևողականությունն է տարբերություն ստեղծում։ Եվ հիմա հասնում ենք մեթոդի գաղտնիքին ջրածնային պերոքսիդ, հենց այն, որ պահում ենք դեղատուփում, նույնը, որը վերքեր ենք ախտահանում։ Կարևոր է սա ընդգծել։ Օգտագործում ենք ամենացածր խտությունը, այն, որ կարող ես գնել ցանկացած դեղատնից, քիմիական խանութից կամ սուպերմարկետից։ Դա ոչ մի հատուկ կամ բարդ բան չէ, պարզապես սովորական ջրածնային պերոքսիդ է, ինչպես են, որ բոլորի տանը կա։ Այս ջրածնային պերոքսիդը կանխում է սնկերը եւ բակտերիաները ու զարմանալիորեն խթանում է արմատների աճը։ Ճիշտ հարաբերակցությունը 1 թեյի գթալը յուրաքանչյուր բաժակ ջրի համար։ Եթե քո տարան 2 բաժակ է, ավելացնում ենք 2 թեյի գթալ եւ նրբորեն խառնում։ Ոչինչ ավելին։ Եթե չափից շատ ավելացնես, կարող ես վնասել կտրոնները։ Սրա շնորհիվ ջուրը մնում է մաքուր, իսկ կտրոնը ստանում է թթվածին եւ պաշտպանություն, մինչ զարգացնում է արմատները։ Իսկ ինչ անել, եթե տանը ջրածնային պերոքսիդ չունենք։ Եթե ջրածնային պերոքսիդ չունես, ոչինչ չի պատահի։ Կան մի քանի այլ ընտրանքներ։ Առաջին տարբերակը ակվարիումի թթվածնացնող պոմպ օգտագործելն է ծայրին դիֆուզորով։ Դիֆուզորը դնում ես ջրի մեջ եւ ստեղծում ես մշտական պղպջակներ, որոնք թթվածին են հաղորդում ջրին, պահպանում են կտրոնի առողջությունը եւ կանխում սնկերի ու բակտերիաների առաջացումը։ Շատ պարզ է, եւ բացի այդ, ջուրը մնում է մաքուր ավելի երկար ժամանակ առանց հաճախ փոխելու անհրաժեշտության։ Եթե չունես ոչ ջրածնային պերոքսիդ, ոչ է պոմպ, կարող ես դա անել նաեւ ձեռքով։ Սա մի փոքր ավելի շատ ուշադրություն է պահանջում։ Ամեն օր պետք է նրբորեն հանել կտրոնը, զգուշորեն խառնել ջուրը մակերեսը կոտրելու, թթվածին ստեղծելու համար եւ հետո նորից դնել կտրոնը բանկային մեջ։ Ճիշտ է, սա պետք է անել ամեն օր, մինչեւ արմատները հայտնվեն։ Երբ արմատները սկսեն աճել, թող ջուրը հանգիստ մնա եւ մի շարժիր կտրոնները, որովհետեւ արմատները շատ փխրում են եւ հեշտությամբ կկոտրվեն։ Այս մեթոդներով լինի դա թթվածնացնող պոմպով, թե ձեռքով, մենք ապահովում ենք, որ կտրոնը ստանա բավարար թթվածին եւ առողջ զարգանա, նույնիսկ եթե ձեռքի տակ թթվածնով հարստացված ջուր չունենք։ Հետաքրքիր մանրամասնություն է, որ շատ աճեցնողներ գիտեն, լուսնի փուլը կարող է ազդել արմատների զարգացման վրա։ Ըստ ավանդույթի լուսնի նվազող փուլը ամենահարմարն է արմատավորման համար, քանի որ համարվում է, որ բույսի էներգիան այդ ժամանակ ավելի շատ կենտրոնանում է արմատների վրա։ Սա պարտադիր կամ գիտականորեն ապացուցված բան չէ, բայց ժողովրդական հավատալիքներ են, որոնք շատ վաղուց կիրառվում են եւ մեծ ազդեցություն ունեն աճեցնողների շրջանում։ Եթե կարողանաք օգտվել դրանից, ձեր կտրոնները կարող են հենց սկզբից զարգացնել ավելի ուժեղ եւ առողջ արմատներ։ Այսպիսի փոքրիկ մանրամասները լավ կտրվածքի եւ մաքուր ջրի հետ համատեղ օգնում են, որ ամբողջ գործընթացը լինի ավելի ապահով եւ արդյունավետ։ Այսպիսով արդեն գիտեք հեշտ, մաքուր եւ արդյունավետ մեթոդ։ Դրեք բանկաները բնական լույս ունեցող տեղում, բայց առանց ուղիղ արևի ճառագայթների։ Պահպանեք ջուրը մաքուր եւ ամեն օր հետևեք կտրոններին։ Մի քանի շաբաթից դուք կտեսնեք ուժեղ արմատներ, որոնք պատրաստ են փոխպատվաստման, եւ կվայելեք ձեր ռոզմարին ու փողի ծառը առողջ աճո։ Եթե ձեր դուր եկավ, դրեք լայք, կիսվեք եւ բաժանորդագրվեք տեսնելու համար իրականում աշխատող այգեգործական նոր հնարքներ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։